Պարոն Կապիտյան, ձեր թիմակիցների հետ նաև հետընտրական փուլում են քրեական գործեր, հետապնդումներ շարունակվում, չի մտահոգում սա եւ ինչու է նաև հետընտրական փուլում իշխանությունը այդպես վարվում։ Մենք դրա դեմ ամեն օր պայքարում ենք, արդեն դուք տեսաք իրենց այդ թեզերը, որ մենք կաշառքներ ենք տվել սահմանադրական դատարանը ամբողջությամբ հեճարեց, այսինքն հիմա հերթով դատարանները ստիպված են լինելու մեր գործընկերներին բանտերից դուրս Այդ տվել։ դեպքում Փաշինյանն ասում է եռագլուխ մաֆիան հովանավորում է դատավորներին, դատական համակարգը կոռումպացված է համարում։ Դե երևի եռագլուխ մաֆիա ինքը իրենց նկատի ունի, ես չգիտեմ ում մասին է խոսքը։ Կապիտան, իսկ այս մանդատներ վերցնել կարող ենք ասել նաև որ ձեր գաղտնի պլանի մեջ էր մտնում։ Մեր գաղտնի պլանի մեջ դա էր մտնում եւ այլ քայլեր էին մտնում, 5 քայլ մենք հրապարակեցինք։ Հաջորդ քայլերը հաջորդ անգամ։ Համակերպել եք, որ ընդդիմության առաջնորդ դարձակ վարչապետի փոխարեն, այդպես էիք ուզում։ Նախաստան ընդդիմության առաջնորդ եք։ Ես այդպես չէի ուզում, դուք եք այդպես ուզում։ Իմ ուզելով դարձակ։ Ինձ մա դուք եք շատ ուզում դա։ Պարոն Կապիտյան, իսկ ազգային ժողովում ո՞րն է լինելու ձեր առաջին քաղաքական կամ օրենսդրական նախաձեռնությունը, որով թիմը հանդես կգա։ Դե թիմը կուսումնասիրի, որը կհամարի նպատակարար, դրանով էլ հանդես կգա։ Շնորհակալություն։